Սելյանակիցներ հարցենի պատասխան տարբեր թյուր մեկնաբանություններ արվեցին, իրականությանը չհամապատասխանող պատասխաններ տրվեցին։ Առաջին ասում եք դուք դեմ եք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Ոչ, մենք դեմ չենք, մենք միշտ ասում ենք Հայաստանի անկախության վերահաստատումից ի վեր հարաբերությունները Թուրքիայի հետ պետք է կարգավորվեն, բայց կարգավորվեն առանց որևէ նախապայմանների, որովհետև Թուրքիան դեռևս 91 թվականից նախապայմաններ էր առաջ քաշում։ Նախապայմաններն արձանագրված էին նույնիսկ հայ-թուրքական պրոտոկոլներում։ Հարաբերություններ հաստատել չի նշանակում, որ դու չունես խնդիրներ քո հարևանի հետ, ամեն ինչ լուծված է եւ շոկոլադե հարաբերություններ են։ Ոչ, հարաբերություններ հաստատել նշանակում է իրար հետ ցիվիլ բանավիճել։ Իսկ Թուրքիան այսօր Հայաստանի Հանրապետության հետ չի վերաբերվում այնպես, ինչպես երկու քաղաքակիրթ պետություններ իրար հետ։ Թուրքիան այսօր Հայաստանի թշնամին է եւ Հայաստանի նկատմամբ թշնամական գործողությունները իրականացնում։ Սահմանը փակելը, շրջափակումը շարունակելը բառացի նշանակում է պատերազմի դրսևորում։ Դա պատերազմի դրսևորումներից մեկն է։ Չեն կարող դրա հետ չհամաձայնվել։ Այսօր սահմանը փակ է։ Սա է խնդիրը։ Մենք ասում ենք հարաբերությունների հաստատում չի նշանակում, ասկան որևէ պայմաններում հարաբերությունների հաստատումը չի կարող լինել մեր պատմական իրավունքների հաշվին։ Մասնավորապես հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Եվ դա պատմական արդարության խնդիր չի միայն, դա այսօրվա պրակտիկ անվտանգային խնդիր է։ Նայեք մերձի 3-4 օրվա առաջ հայտարարությունը Դուբլինում, որ մենք Իսրայելի հրեա ժողովրդի նկատմամբ ունենք պատմական պատասխանատվություն։ Միջազգային ճանաչումը եւ Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի անվտանգային ճարտարապետության հիմնասյուներից մեկը կարող է դառնալ եւ կդառնա։ Սա է մեր տարբերությունը։ Դուք ինչ հարաբերությունների հաստատման եք գնում։ Շտամպի վրայից արած սարի հանելը, որովհետև չեմ հիշում ով էր ասել, բայց ձեր կուսակիցներից էր, դե նոր պետություն ես կառուցում, չես կարող մի բան անես, որ ներողություն, որ հարևանիդ մոտ ալերգիկ ռեակցիա է առաջացնում։ Սա է խնդիրը։ Հարաբերությունների հաստատումը տարբեր բան է։ Վերսալի խաղաղության համաձայնագիրը խաղաղություն էր Ֆրանսիայի համար, պարտություն էր Գերմանիայի համար։ Ձեր հարաբերությունները տոտալ պարտություն է Հայաստանի համար։ Եվ դուք ամենակարևորը չեք ուզում ընկալեք, որ Թուրքիան առանց նախապայմանների չի գնա որևէ հարաբերություն։ Իրան ստատուս քվոն հարմար է, ձեռ է տալիս։ Ինքը այս ամեն ինչը կապում է Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատմամբ, այսինքն Ադրբեջանի բոլոր պահանջները ընդունելու։ Հիմա ձեր փոխարեն դուք լինեիք, թե ցանկացած այլ մարդ, նույնն է լինելու, անձնական մի վերցնեք։ Դա Թուրքիայի պետական քաղաքականությունն է, որը դուք չեք ուզում տեսնել։ Եվ մեզ էլ ուզում եք կուրացնել։ Ինչ նշանակում արել ենք, էս ենք արել, հեսա կլինի, սահմանի բացման, հեսա տեսեք ինչ կլինի։ Գիտեք, Ռոնալդ Ռեյգանը իմ սիրած քաղաքական գործիչն է։ Նաև նրանով, որ ամեն իրավիճակի հետ կապված մի անեկդոտ ունի։ Գիտեք, որ մեկ ամուսնանում է մի կնոջ հետ, երրորդ անգամ եւ այլն, բայց դեռևս անաղարտ կին, ասում է, ինչի՞ է սենց եղել, դե առաջ երկուսը կարևոր չի, ասում է, երրորդը դեմոկրատ էր։ Մենակ ասում էր, հեսա տես ինչա լինելու։ Այդ ձեր տեղից ելույթը այդ նույնն էր, ասում է, հեսա տեսեք ինչ լավ է լինելու, առևտուրը կլինի, սահմանային անցումը կլինի, կամուրջը կվերականգնվի, լավ, բա ինչ ա եղել։ Այս 5 տարվա ընթացքում ինչ ա եղել։ Խառաչյոն եք մենակ բերել դրել։ Ասում եք վերականգնվելա օդային երթևեկություն, հաղորդակցություն եկար մինչև ձեր գալը։ Ձեր ժամանակ չէ դադարեցվեց։ Ասում են ինչ որ մեր ժամանակ դադարեցվեց, էդ էլ բացել են։ Եվ որ դուք չանեք, չթփակի, կարող է էլ չլինի։
Մյուս խնդիրը սահմանազատումը։ Հարց հետևանն է, ինչ սկզբունքով է լինելու սահմանազատումը։ Ինչ սկզբունքով։ Հայաստանի իշխանություն նախ Ալմատի հռչակագրում սահմանների վրա որևէ հղում չկա։ Կարդացեք այդ տեքստը, կարող եմ ցույց տալ, այնտեղ լրիվ ուրիշ թեմա է։ Վարչական սահմանները, պետական սահմանները, դա ենթադրություն է, որ Ադրբեջանը դրա մասին խոսել է դեռևս Կոսովոյի դեպքի քննարկման ժամանակ։ Ասում էիք, սահմանազատումը պետք է լինի 1975-77 թվականների քարտեզների հիման վրա, որոնք անցել են հերթապահության 79 թվին։ Այս խորհրդարանը բերեց ռեգլամենտը սահմանազատման, մենք հարց էինք տալիս։ Որ քարտեզների հիման վրա։ Ինչի բացահայտ կերպով նշված չի 75-77 թվականների քարտեզը, նամանավանդ, որ Նիկոլ Փաշինյանը ասել էր սահմանազատումը կարող է եւ պետք է լինի 75-77 թվականների քարտեզների վրա։ Չկա այդ խնդիրը։ Ավելին ասեմ, Աղվերանում սահմանազատման հանձնաժողովների հանդիպման ժամանակ 3 որոշում էր կայացվել։ Փոխանապաստաթղթեր էին փոխանակվել սահմանազատման քարտեզների ստեղծման վերաբերյալ։ Եթե սահմանը կա, եթե քարտեզը կա, ներողություն եմ խնդրում։ 75-77 թվականների գենշտաբի քարտեզն է։ Ինչ նոր քարտեզ եք ստեղծում։ Հարցում եմ ուղարկում մեր Գրիգորյանին, ի դրաֆտի վրա մի հատ հղում է կատարում, ասում է, այս նոր մոտեցումն է։ Սահմանը պետք է գծվի կարմիր ուրեմն գույնով 2 մմ հաստությամբ եւ այլն։ Ես սկզբունքի մասին եմ ասում։ Եվ քանի որ ստեղ պարտիզանություն է կանում, կոնկրետ հարց ենք տալիս։ Տիգրանաշենը ինչ է լինելու գյուղի ճակատագրի հետ։ Կամ հին հայկական քարքեն, որ թրքերը թրքացրել էին։ Ինչ է լինելու։ Ես չգիտեմ դեզանից քանիսն է եղել Տիգրանաշեն գյուղում, ոչ թե անցել է մայրուղիով, այլ որ եղել է գյուղում։ Ես մի 2 ամիս առաջ այնտեղ էի։ Մի քանի առաջ Հայաստանի քարտեզն եմ նայել, պարզվում է միակ քիչ թե շատ մեծ համայնքը, որ չեմ եղել, Շամլուղն է։ Բայց ինչևէ, Տիգրանաշենով որ անցնում ես, չգիտես ինչի, գյուղական ճանապարհների ասֆալտապատում չկա, սուբվենցիոն ծրագրեր չեն իրականացվել։ Գյուղի ուրեմն մուտքի մոտ հուշարձանից մի քանի մետր հեռու մի հատ ցուցանակ կա, հեսա։ Պետական սահման, անցումն արգելվում է, Государственная граница переход запрещен, state border, պասագա, ես էլ ամուր է, լսեք, եթե պետական սահմանը գոնե տարածքալը ջնջենք։ Is prohibited։ Եվ սա է խնդիրը, վերջ-վերջո, վեր կացեք եւ ասեք, որ քարտեզները, որ գյուղերը, ինչ մոտեցում ունեն, դա մասին չեք ասում եւ հիմա էլ այսենց։ Խուսափում եք հարցից խուսափելը պատասխանի մի տեսակ է, որը շատ հստակ ձեր քաղաքական դիրքորոշման մասին ուղերձ է ելում։ Իսկ Զրոզոչերս բանաձև հետ կապված պարոն Ռուբինյան, իհարկե ես տեղակ եմ, ավելին ասեմ, ես այդ ժողովին հրավիրված եմ եղել։ Եվ դրա համար ես ձեզ ասում եմ, ինչ որ դուք եք ասում, այն տեքստը, որը դուք եք հրապարակել, մղոններից իրականությունից հեռու է, մղոններով իրականությունից հեռու է։ Բայց քանի որ ի տարբերություն Արծվիկ Մինասյանի, որը շատ բարի մարդ էր, ես այդքան է բարի չեմ եւ որպես նոր քարտուղար ասում եմ, հնարավորության պատուհանը այլևս փակ է։ Չօգտվեցիք մեր գրասենյակ գալու եւ տեքստի հետ ծանոթանալու եզակի պատմական հնարավորությունից։ Համակերպվեք դրա հետ։ Եվ քանի որ մի րոպե ժամանակ ունեմ, նախորդ գումարման ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության ամենացածր հեղինակությունն ունեցող հաստատությունն էր։ Բոլոր հարցումները դա էին ցույց տալիս։ Եթե դուք ուզում եք դրական հետք թողել, հրաժարվեք ազգային ժողովի դիրեկտոր լինելու պարադիգմայից։ Շնորհակալություն։